Ղուկաս 14-րդ գլուխ։ Մի շաբաթ օր նա մտավ փարիսեցիների իշխանավորներից մեկի տունը հաց ուտելու, նրանք հետևում էին նրան։ Եվ ահա այնտեղ նրա առաջ ջրգողով հիվանդ մի մարդ կանգնեց։ Հիսուսը պատասխանեց օրենքի ուսուցիչներին ու փարիսեցիներին և ասաց. Շաբաթ օրով բժշկելը օրինավոր է, թե ոչ։ Նրանք լուռ մնացին։ Հիսուսը նրան բռնելով բուժեց և արձակեց։ Եվ նրանց ասաց. Ձեզնից ում եզը կամ էշը ընկնի ջրհորի մեջ, իսկույն չի հանի այն շաբաթ օրով։ Եվ այդ մասին նրան պատասխան տալ չկարողացան։ Հրավիրվածներին էլ մի առակ ասաց, տեսնելով թե ինչպես նրանք պատվավոր տեղերն էին ընտրում։ Նրանց ասաց. Երբ մեկը քեզ հարսանիքի կամ հրավերքի կանչի, առաջին տեղը մի նստիր։ Գուցե քեզնից ավելի պատվական մեկը նրա կողմից կանչված լինի։ Եվ քեզ ու նրան կանչողը գա ու քեզ ասի. սրան տեղ տուր, և ապա սկսես ամոթով վերջին տեղը գրավել։ Այլ երբ հրավիրվես, գնա բազմիր վերջին տեղը, որպեսզի երբ քեզ կանչողը գա և քեզ ասի. բարեկամ, ավելի վեր մոտեցիր, այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառավորվես, որովհետև նա, ով ինքներեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքներեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա։ Իրեն հրավիրողին էլ ասաց. Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի կանչիր ոչ քո բարեկամներին, ոչ քո եղբայրներին, ոչ քո ազգականներին և ոչ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն և քեզ հատուցում լինի։ Այլ երբ ընդունելություն անես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը։ Երբ սեղանակիցներից մեկն այս լսեց, ասաց նրան. Երանի նրան, ով ճաշ կուտի Աստծո արքայության մեջ։ Եվ Հիսուսն ասաց. Մի մարդ ընթրիք սարքեց և հրավիրեց շատերին։ Եվ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց կանչելու հրավիրվածներին, թե եկեք, որովհետև ահա ամեն բան պատրաստ է։ Եվ ամենքը մեկ առ մեկ սկսեցին հրաժարվել։ Առաջինն ասաց. Ագարակ գնեցի և պետք է որ գնամ տեսնեմ։ Խնդրում եմ քեզ, ինձ հրաժարված համարիր։ Մյուսն ասաց. 5 լուծ եզներ գնեցի, գնում եմ դրանք փորձելու։ Խնդրում եմ քեզ, ինձ հրաժարված համարիր։ Իսկ մյուսն ասաց. կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ։ Ծառան եկավ ու իր տիրոջը պատմեց այս։ Այդ ժամանակ տանտերը բարկանալով իր ծառային ասաց. իսկույն դուրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները և աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին բեր մտցրու այստեղ։ Եվ ծառան ասաց. Տեր, ինչ հրամայեցիր կատարվեց և էլի տեղ կա։ Եվ տերը ծառային ասաց. դուրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ և մարդկանց այստեղ մտցրու, որպեսզի տունս լցվի։ Ասում եմ ձեզ, որ նրանցից ոչ ոք, ում հրավիրել էի, իմ ընթրիքից չի ճաշակի։ Եվ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում։ Նա դարձավ և ասաց նրանց. Եթե մեկն ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից, չի կարող իմ աշակերտը լինել։ Որովհետև ով չվերցնի իր խաչը և իմ հետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել։ Ձեզնից ով, եթե կամենա աշտարակ շինել, նախ նստելով չի հաշվի իր ծախսերը, թե ավարտելու համար բավական դրամ ունի, որպեսզի գուցե երբ հիմքը դնի և չկարողանա ավարտել, բոլոր նրանք, որ տեսնեն, սկսեն ծաղրել նրան և ասել, թե այս մարդը սկսեց կառուցել և չկարողացավ ավարտել։ Կամ որ թագավորը, եթե պատրաստվի պատերազմելու այլ թագավորի դեմ, նախ չի նստի և խորհի, թե 10,000-ով կկարողանա դիմադրել նրան, որ իր վրա 20,000-ով է գալիս։ Ապա թե ոչ, մինչ սա դեռ հեռու է, պատգամավորություն ուղարկելով խաղաղություն կխնդրի։ Արդ այսպես էլ ձեզնից ով իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել։ Աղը լավ բան է, բայց եթե աղն էլ անհամանա, ինչով պիտի համեմվի։ Ոչ հողի համար էպիտանի և ոչ էլ պարարտանյութի, այլ դուրս թափելու։ Ով ականջ ունի լսելու, թող լսի։